Համապետական ընտրություններին ընդամենը 3 ամիս է մնացել, բայց ոչ պաշտոնական քարոզարշավն ընթանում է վաղուց թե օնլայն, թե օֆլայն տիրույթներում։ Քաղաքական ուժերը դեռևս չեն հայտնել դաշինքներ կազմելու մասին, բայց փոխարենը ակտիվ փուլում են մեղադրանքներն ու դիրքավորումները։ Վերջերս ակտիվ տարածում գտավ նաև Գյումրի 2 ձևակերպումը, որը նոր լարվածություն բերեց նախընտրական պայքարում։ Սոցորակները կտեսնեք, Գյումրի 2 օպերացիա չեք տեսնի։ Մինչ ամենատարբեր տեսանյութերով ու ֆեյսբուքյան գրառումներով իշխանությունն ու ընդդիմությունը, ինչպես նաև ասպարեզ եկած նոր քաղաքական ուժերը մեկը մյուսի, ոմանք նաև հենց իրենց սև PR-ով են զբաղված, այդ ընթացքում ընտրական վերջին օրենսդրական փոփոխությունները նոր կանոններ են պարտադրում հին ու նոր քաղաքական ուժերին։ Պետք է կուսակցությունը համագումար գումարի եւ կուսակցության համագումարը պետք է հաստատի կուսակցության առաջադրված ընտրական ցուցակի առնվազն առաջի 30-ի անազգանները, այսինքն ցանկը հաստատի համագումարը։ Իսկ եթե դաշինքի, ապա դաշինքի անդամ բոլոր կուսակցությունները առանձին պետք է գումարեն համագումար եւ համագումարը պետք է որոշի դաշինքի առաջադրած ընտրական ցուցակի առաջի 30-ի անազգանների հերթականությունը։ Այսպիսով կուսակցությունների ցուցակների առաջին 30 համարն այսուհետ պետք է հաստատվի համագումարի կողմից։ Փոփոխությունների թվում է նաև ընտրագրավի չափը, այն ավելացել է։ Կուսակցությունների համար 7500 պատիկ նվազագույն աշխատավարձից հաշվարկային նվազագույն աշխատավարձը 1000 դրամն է, այս դեպքում 7.500.000 դրամ ստացվում է, իսկ դաշինքի դեպքում 15000 պատիկ, այսինքն 15 միլիոն դրամ։ Քաղաքական ուժերի համար բարեգործություն անելու այս ամենաբարենպաստ ժամանակահատվածում սահմանափակումներ եւս կան։ Այն բոլոր բարեգործական ընկերությունները, այն բոլոր բարեգործությունները, որոնք կարող են ասոցիացվել այս կամ այն կերպ քաղաքական ուժերի եւ այն քաղաքական ուժերի կամ այն քաղաքական գործիչների հետ, որոնք որ կմասնակցեն արժանապատվություններին, դա արգելվում է։ Վերացվել է հետընտրական կոալիցիաների թվային սահմանափակումները, փոխվել են անցողիկ շեմերը կուսակցությունների համար իջնելով 4%, իսկ դաշինքների համար բարձրանալով մինչև 8 եւ նույնիսկ 10%։ Կուսակցության շեմը դարձել է 4%, հաղթահարման կոալիցիաներին միջև 3 կուսակցություն ներգրավող դաշինքները 8% եւ 4 եւ ավելի կուսակցություն ներգրաված դաշինքները 10%։ Չնայած այն հանգամանքին, որ քաղաքում տեսնում ենք պաստառներ եւ նախընտրական ծրագրերի քարոզչությունը գյուղերում ու քաղաքներում ընթանում է, այնուամենայնիվ պաշտոնապես այն կմեկնարկի մայիսի 8-ից, իսկ քաղաքական ուժերի գրանցումը կավարտվի մայիսի 3-ին։ Նախընտրական քարոզչության ժամանակահատվածի առանձնացումը նրա համար է, որ պետությունը այս ընթացքում ապահովում է հավասար հնարավորություններ ռեսուրսներից օգտվելու եւ նաեւ իրականացնում է վերահսկողություն քարոզչության համար ծախսված գումարների։ Ահա սա է հիմնական մեխը, ինչի է այս ժամանակահատվածը առանձնացված։ Օրինակ տրվում է հանրային հեռուստատեսությամբ օգտվելու անվճար վճարովի, այլ հեռուստաընկերություններից հավասարապես օգտվելու, այդ ձեր ասած օրինակ վահանակները նախընտրական քարոզչության ընթացքում 520 մետր գերազանցող վահանակները միայն կարող ենք որոշման բաշխված թանկով օգտագործվել եւ այլն։ Բայց դա չի նշանակում, նորից եմ ասում, որ միջև քարոզչություն նախընտրական քարոզչության պաշտոնական մեկնարկը կուսակցությունները սահմանափակված են քարոզչություն անելու։ Նման սահմանափակում գոյություն չունի։ 2026 թվականի ընտրություններին ինչ է լսելու Գյումրին։ Տարիներ շարունակ խոստացված, բայց դեռ չլուծված խնդիրներ, 2000-ից ավելի տնակների հարց, ենթակառուցվածքների բարեկարգում, աշխատատեղերի ստեղծում։ Հայաստանի երկրորդ քաղաքը շարունակում է շատ հարցերում սպասել համակարգային լուծումների, իսկ թե ում կվստահի դրանց լուծումը այս ընտրություններին կերևա ամիսներ անց։ Աստղիկ Խաչատրյան, Խանով Անիսյան, այսօր։